Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Առաջին լրատվական կայք Սիրանի Շապյան, պարոն վարչապետ Մակամբյոնից Հալիևան հայտարարություններ է անում, որոնք որևէ կերպ ամրագրված չեն Վաշինգտոնյան պայմանագրերում ու համաձայնություններում։ Դուք Մակամբյոնից ստիպված եք լինում հակազդել, ասել, որ անհասկանալի է ըստ էության այսպիսի հայտարարությունը։ Դրանից հետո փաստորեն Մակամբյոնը վերածվում է երկու երկրների միջև հարցեր պարզելու հարթակի։ Քյանջայում է միջոցառում տեղի ունենում, որտեղ բռունցք են ցույց տալիս 44 են ներկայացնում գրում եւ այլն։ Հիմա այս ամենի ֆոնին, երբ միակողմանի խոսում եք խաղաղության մասին, արդյոք այսպիսով դուք ցանկալին իրականության տեղ չեք փորձում ներկայացնել։ Նախ գիտեք, ես միակողմանի չեմ խոսում խաղաղության մասին, մենք խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված։ Եվ բացի այդ, այնպես չի, որ ես եմ խոսում միայն խաղաղության մասին, Ադրբեջանն էլ ըստ էության խաղաղության մասով այդտեղ տարընթերցում եւ տարբերություն մեկնաբանությունների մեջ չկա եւ որոշակի թեմաների հետ կապված եւ ելի ուզում եմ մենք ճիշտ մոտենանք հարցին։ Տեսեք, դուք ասում եք ՄԱԿ-ի ամբիոնը դառնում է ինչ ասցիք։ Որոշակի հարցեր պարզելու։ ՄԱԿ-ի ամբիոնը հենց դրա համար է, որ որոշակի հարցեր ոչ թե պարզվեն, այլ պարզաբանվեն, այլ եւ ՄԱԿ-ի ամբիոնը հենց դիրքորոշումները ձևակերպելու, դիրքորոշումները հնարավորինս մոտեցնելու համար է։ Եվ դա նաև իմ մոտեցումն ու ընկալումն է։ Ընդհանրապես, գիտեք ինչ, մենք հետևաբար, եթե ենթադրենք, որ ձեր ամեն ինչ հենց ձեր հարցի տրամաբանության մեջ է եւ չկա որևէ առարկություն ձեր հարցի դիտանկյան հետ։ Եվ ինչ, հաջորդիվ ինչ ուրեմն։ Այսինքն ինձ այդ ընկալումը, որը միջայլոց Հայաստանում կա եւ այդ ընկալումը ծանոթ է նաեւ ինձ եւ ես հաճախ եմ ասում, որ այն բոլոր ընկալումները, որ այսօր Հայաստանում կան եւ որոնց վրա հիմնվելով քննադատվում է այդ թվում մեր գործողությունները, այդ թվում իմ գործողությունները, ես այդ ընկալումների կրողն եմ եղել։ Այդ ընկալումներից ոչ մեկը ինձ օտար եւ անծանոթ չէ։ Հենց այդ եմ ասում, որ այդ թվում իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ կա մի շատ կարևոր էլեմենտ։ Խոսքը վերափոխման մասին է։ Խոսքը ինքնահայեցման մասին է։ Եվ այնտեղ կան ձևակերպումներ, որոնք հետևյալի մասին է, ասում ենք, որ ճշմարտությունը, որը հայեցման չի ենթարկվել, ինքը այդ կարգավիճակ կորցնում է։ Տեսեք, մենք մեր իրականության մեջ հետևյալն է ամեն ինչ, հետևյալ դիտանկյունից է դրվում, Ադրբեջանն էս ասեց, մյուսն ասեց, երրորդն ասեց, չորրորդն ասեց, հինգերորդն ասեց, ու միշտ գործնականում միշտ տեսադաշտից դուրս է թողնվում, թերևս ամենակարևոր հարցը, իսկ մենք ինչ ենք ասում։ Հենց տեսեք, մենք երկար տարիներ խոսել ենք Հայաստանի սուբյեկտայնացման մասին, որ Հայաստանը ոչ թե միջազգային հարաբերությունների սուբյեկտ է, այլ միջազգային հարաբերությունների օբյեկտ է։ Դա ինչի՞ց է եղել, որ մեզ երբեք չի հետաքրքրել, թե մենք ինչ ենք ասում։ Մեզ հետաքրքրել է, թե ուրիշները ինչ են ասում։ Հիմա ո՞րն է փոփոխությունը։ Մեզ համար ամենակարևորն է, թե մենք ինչ ենք ասում։ Մեզ համար ամենակարևորն է, թե մենք ինչ դիրքորոշում ունենք, եւ մեզ համար ամենակարևորն է, որ մենք մեր դիրքորոշումները ինչքանով ենք համապատասխանեցնում, այսպես ասած, միջազգային երթևեկությանը եւ երթևեկության կանոններին։ Օրինակ, հիմա շատ Հայաստանում տարածված խոսույթ է, որ Հայաստանը, չգիտեմ, ում պահանջն է կատարում, մեկի պահանջն է կատարում, Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում։ Ես այդ օրինակը մի անգամ բերել եմ, ելի կբերեմ այդ օրինակը, որ մի քանի անգամ եմ բերել այդ օրինակը։ Որ ասում եմ, երբ որ մենք ընդ որում մեր պատմության ժամանակ, մեր պատմության ընթացքում բազմիցս լինում է իրավիճակներ, եղել է իրավիճակներ, կներեք այս համեմատությունների եւ զուգահեռների համար, երբ որ մենք վրաերթի ենք ենթարկվում։ Մենք անդադ վրաերթի ենք ենթարկվում ու այդ վրաերթի արդյունքում ինչ ենք անում, սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, մարդկային աշխարհ, անարդար աշխարհ, մարդկային արդարություն, մենք թքենք քո ճակատին,
Բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում, կարող է դա նրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի մասում ենք կանգնած եւ մայրուղու երթևեկելի հատվածում ենք։ Եվ այն որ մենք ասում ենք ժողովուրդ, եկեք կարողա մենք ոչ թե պետքա մեզ իմացած մեզ ծանոթ մեթոդով ու որտեղից պատահի անցնենք փողոցը, այլ պետքա անցնենք հետիոտնային անցումով։ Դա կարա մեկնաբանվի, որ այն դիմացի վարորդը կամ այն ուրիշ վարորդները սպառնացին մեզ, եւ մենք այնքան թուլամորտ գտնվեցինք, որ սույսի տակ կանգնել։ Մենք այնքան թուլամորտ եւ անկամ պետություն ենք, որ մենք սկսել ենք հետիոտնային անցումով անցնել, մենք այնքան անկամ եւ այնքան թույլ պետություն ենք, որ սկսել ենք երթևեկության կանոններով երթևեկել կամ ուզում ենք սովորենք երթևեկության կանոնները։ Այն ինչ որ տեղի է ունենում, այստեղ է, իմիջիայլոց Հայաստանում կա, չէ, եւ եղել է այդ ընկալումը։ Այ եթե դու քեզ կշիռ ունես, դու պետք է որտեղ եթե կարմիր լույսի տակով չես անցնում, ուրեմն դու այդքան էլ քո դերը հանրության մեջ այդքան էլ բան չի։ Հետիոտնային անցում, թող հետիոտնային անցումներով միամիտները անցնեն, չեմ ուզում ավելի կոպիտ բառ օգտագործել։ Մենք խի պետք է հետիոտնային, որովհետև մենք ուժեղ տղա ենք, մենք տեն չի։ Մենք մեր պետական հիգիենայի մասին պետք է մտածենք։ Կամ էլ արձանագրենք, երբ որ մենք ուղղակի կանգնած ենք մայրուղու երթևեկելի մասում եւ ուզում ենք այդ երթևեկու 100-ի տակ ընթացող ավտոմեքենաների վարորդներին եւ ավտոմեքենաներին բացատրել, թե ինչա պատմական արդարությունը, թե մեր արգումենտները ինչքան ճիշտ են, կներեք, դա ոչ մեկին հետաքրքիր չի, որտեղ իրանք ուզում են A կետից գնալ B կետը, չէ՞։ Մենք էլ որ երթևեկից գնալիս ենք լինում, եթե շատ ուշադիր ենք, տեր մենք մեկը փողոցի կենտրոնում կանգնած ինչ որ բան է ասում եւ այլն, լավագույն բանը մենք դանդաղեցնում ենք շրջանցում անցնում, որովհետեւ մենք մեր խնդիր ունենք եւ այդ խնդիրն է։ Նկատի ունեի օգոստոսի 8-ից հետո ամիսուկես է անցել ու այս օգոստոսի 8-ից հետո ես ասել եմ իմ օգոստոսի 18-ի ուղերձում կամ գուցե ուրիշ։ Ես խաղաղությունը համատել եմ նոր ծնված երեխայի հետ։ Եվ նոր ծնված երեխան պետքա մեծանա, կայանա։ Այսօր հանդիպումներից մեկի ժամանակ ես այդ բանը բերեցի, օրինակը բերեցի, ասացի մեր երբ որ երեխայի օրինակն էի բերում, ասացի մեր ժողովուրդը մենք մի հատ լավ ասացվածք ունենք, ասում ենք երեխան հիվանդանալով է մեծանում։ Խաղաղություն, այս երեխան էլ է հիվանդանալով մեծանալու, գրիպ անգնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է, ընկնելու է, հա? Երեխան տեսեք ոչ մի ամբուժելի հիվանդությամբ վարակված չի, ես դες կարող եմ դա վստահեցնել։